Գրիգորյան, վաղ առավոտից Մայր Հայաստանի շտաբում էր իրականացվում քննչական գործողություններ, այս պահին էլ եւ ձեր տանը եւ տարբեր շտաբում, հա, ձեր ընտրական։ Ինչպես կորակեք սա ընտրությունից ընդամենը 2 օր առաջ։ Դե ինչպես պիտի որակեմ, հասկանալի է, որ սա կոնկրետ կապված է ընտրությունների հետ, սա ուղիղ ընտրություններին է վերաբերվում, ընտրություններին մնացել է 3 օր, մոտավորապես 3 օր է մնացել, այս պահի դրությամբ ինչ որ քրեական գործեր հորս վրա, այդ շիբինի գործն է, ինչքան հասկանում եմ, այդ հայտնի շիբինի գործ է, էլի, որ որպես ընդրակաշարքի հորս վրա, տղայիս վրա այդ նույն գործն է, բայց այս պահի դրությամբ, քանի որ դեռ չենք ծանուցվել, փաստաբանին եմ սպասում, փաստաբանը կա, ծանուցեն, հակակոռուպցիոն, ինչ որ ուզում են տեղափոխել Երևան։ Իսկ այդ գործը երբ էր հարցվել։ Ձեր օր վրա եւ Ես չգիտեմ երբ է։ Մենք նոր ենք իմացել այդ մասին։ Իսկ նորի Այդ մասին այն ինչ որ այն Իոնիսյանը, ինչ այդ Դանիել Իոնիսյանը, այդ շիբինի հետ կապված հարցն է, որ ամբողջ Գյումրին մինչև 3 փաստերը էլի կա, մինչև 3 ամբողջ Գյումրին շիբինապատվում էր այդ հետ, այս պահի դրությամբ մարտի սկզբերին արված շիբինապատումը, որը մշտապես արվել է, որպես ազգային ժողովի պատգամավոր, ես երեկ եմ խոսել այդ մասին, որպես ազգային ժողովի պատգամավոր մշտապես արվել է, այսօր փորձում են դա ներկայացնել իբր ընդրակաշարք։ Այնպես որ ամեն ինչ նորմալ է, սա աշխատելու իրանց դեմ, բացարձակապես խնդիր չկա, ոչ մի ճնշվածություն չկա, մենք սովոր ենք, ես ասել եմ, այդ մասին, որ մշտապես ընտրություններից առաջ, բոլոր ընտրությունների ժամանակ էլ այս կարգի բաներ իմ թիմի, իմ ընտանիքի անդամների նկատմամբ արվել է, մեզ համար սա սովորական բան է, այնպես որ նորմալ է։ Ասում են ԿՊ-ի տեխնացու Սարիկ Մինասյանի ռեյտինգը իջել է, շանսերը քիչ են, դրա համար այսպիսի գործողություններով փորձում են։ Այս պայթերությամբ Սարիկ Մինասյանին ոչ մի բանով չեմ կարող օգնել։ Ընդամենը իշխանությունը ել ավելի գցելու է այդ վարկանիշը Սարիկ Մինասյանի ու գիտեք հասկանալի է, այս Գյումրին է, Գյումրի քաղաքն է, այս կան տղեկի մոտ, որ այս խնդիրները առաջ է գալիս, ես կարծում եմ, որ վերջը այս ամբողջ պատմությունները մնալու է Սարիգի վզով։ Այս կան մարդու բռնել, ձերբակալել, կալանավորել ու որպես իշխանության տեխնացու Սարիգի համար այդքան բանը անում են, բոլորիս ճնշում են, որ Սարիգը կարողանա հաջողություն ունենալ, ես կարծում եմ, որ սա ուղղակի նվեր էր մեզ ընդդիմադիրներից։ Նորմալ է, անկեղծ եմ ասում, լրիվ նորմալ է։ Սպասելի է, նորմալ է ու այս ամեն ինչը օգտագործվելու է իրանց դեմ։ Իրանց դեմ օգտագործվելուց բացի նաև ձեր կողմն է օգտագործվել, պարոն Գրիգորյան, ինչ է կարծում սրանից ձեր շանսերը ռեյտինգը կամ մյուս տեխնացուների կավելանան։ Դե գյումրեցիները պիտի տեսնեն ամենահավասարակշռված, ամենաագուրատնի չափի մեջ, ես խոմ սպասում էի սրան։ Այն բանի պատմությունն է, գյումրեցու խոսքը կա առաջի փորերս չէր այս ամեն ինչը։ Մենք գիտենք չէ ինչ է կատարվելու։ Դրա համար հանգիստ, ես ամբողջ ընթացքը հանգիստ տարել եմ, ոչ մի ավելորդություն թույլ չեմ տվել, որովհետեւ այս պահի դրությամբ այն ինչ որ սկսվեց արդեն իմ դեմ, դե հասկանալի է, չէ, երեկվա միջոցառումը մտավախության բան է, չէ։ Երեկվա այդ շռնդալից ընդունելությունն ու այդ շախը, որ եղավ Գյումրիում, այդ հզորությունը այդ թափը տեսնելով հասկանալի է, չէ, ես այնպես չէ, որ ես իրիկունն էի արդեն բոլորին ասել, պատրաստվեք առավոտը դիմավորեք այս ամեն ինչին։ Ես երեք զգուշացրել էի, թիմս պատրաստ էր։ Երեք Նիկոլ Փաշինյանը, որ ընդդիմադիրներին հորդորում էր, որ դեղեր խմել, ինչ որ տես բաներ չէ խոսում, էլի տենց բուրըն էմոցիոնալ ելույթ ունեցավ, էլի հիշեց ասֆալտը, ասֆալտին փռելը նախկին նախագահներին էր պատերով տալիս ծեփում, չգիտեմ, ասած որ կաշառքը կբաժանի այստեղ կփռեն ասֆալտին։ Իհարկե Գյումրու ճանապարհները մեղմ ասած ասֆալտապատ չեն, չգիտեմ որտեղ է փռելու փոսերի մեջ երևի կամ շիբինապատ է, բայց ասֆալտապատ չեն։ Հիմա դուք ես կգամ քաղաքապետ, ես կընտրվեմ քաղաքապետ, քաղաքը կասֆալտենք, քաղաքը այնպես կլինի, որ լրիվ նորմալ ասֆալտած վիճակում կլինի, որովհետեւ մարդկանց փռելուց այդ շիվինների վրա չփռեն,
մարմնական ծանր վնասված չստանան մարդիկ։ Այս պահին պարոն Գրիգորյան, ձեր տունը շարունակում եք խուզարկություն իրականացնել։ Խուզարկություն չկա, տղաները մոդեցել են նորմալ, այս պայտերությամբ հարգալից վերաբերմունքը, դե վերջով այս պայտերությամբ իրանք ազգային ժողովի պատգամավորի տարածք են եկել, նորմալ տղաները նորմալ վերաբերմունք, մարդկային վերաբերմունք, ուղղակի սպասում ենք։ Շնորհքով ներխուժել եք։ Այսինքն իրենք սպասում են ձեր փաստաբանին կա։ Այո, նորմալ տղաները այս պայտերությամբ նորմալ, չափի մեջ ամեն ինչը նորմալ է, սպասում են փաստաբանի ներկայությանը, որպեսզի ներկայացրել են ինձ ինչի համար են եկել։ Ես էլ ասել եմ, որ թող փաստաբանը կա, օրենքի սահմանում խնդիր չկա։ Մենք խուսափելու բան չունենք, մարդու պահելու խնդիր չունենք, այնպես որ Այսինքն սպասում են քննչական գործողությունները իրականացնել, փաստաբանը գա նոր։ Դե հա, ինձ ասեցին, որ ձերբակալման որոշում կա տղայիս եւ հորս հետ կապված։ Հիմա թող փաստաբանը կա, ծանոթանան, ձերբակալելու է, թող ձերբակալեն, տանելու է, թող տանեն։ Մեկ է իմ ընկերները Երևանում էլ պատգամավորները բոլոր ամբողջ Հայաստանով զանգում են, հետաքրքրվում են աջակցություն տեխնազուներից Արձոմ Ղարաղազարյանն է այս պայթրությամբ այստեղ, Ռուբենն է զանգե, Կարենն է Սիմոնյան զանգե, բոլորս այստեղ համախմբված ենք, տղեկը բոլոր իրանց աջակցությունն են հայտնել, քանի որ այս պայթրությամբ չգիտեմ ինչ է վերջը նպատակը ինչն է, տղեկին ասել եմ, որ սպասենք, հասկանանք, միգուցե այնպեսի բան է, որ կարող է նաև թյուրիմացություն կա, չլինի քաղաքականացնենք, որովհետև դա մերը չէ, էլի, որ այս առիթը օգտագործեմ, տեսեք, ինձ հալածեցին, ինձ խփեցին, հասեք, օգնեք, ես ինձ կարող եմ պաշտպանել եւ իսկ այդ ձայնագրությունը որ այս ամեն ինչը ինչ չի շեղելում մարտի 30-ին պատրաստված տղաները դիա այստեղ են, հիմա կեսնեք մնացածները կկան, բոլորը գնալու են ընտրության, բոլորը ամեն մեկը իր գործով զբաղվելու է, Երևանից մենք գիտենք, ով ինչ ունի կազմակերպչական արդեն արված է, վերջացված է, այնպես որ խնդիր չունենք մենք։ Պարոն Գրիգորյան, հակակոռուպցիոն կոմիտեն էր կարծեմ հաղորդագրություն տեսանյութ նաև տարածել, որտեղ ինչ-որ ձայնագրություններ կային, ինչ-որ մարդիկ խոսում են կաշառք տալու, այդ լսել եք, դրա վերաբերյալ ինչ կասեք։ Ձեր թիմակիցների Ինձ համար չէ, ինձ համար լրիվ անծանոթ ձայներ էին ու նմանատիպ բան չկա։ Ախր նայեք, հասկացեք, մենք այսօր գիտենք որ թիվն է։ Մենք գիտենք նմանատիպ բաները ինչ կարող է լինել։ Այսօր ես չեմ կարծում, որ մի մարդ կարող է իրեն թույլ տա տարին 12 ամիս մարդկանց օգնություն ես տալիս, աջակցում ես քաղաքի ժողովուրդին, կարիքավոր սոցիալապես ծանր վիճակում գտնված մարդ է։ Քաղաք դուրս ես գալիս, աճ ու ցախ մարդիկ խնդրում են, մեկը լույսի փող է ուզում, մեկը գազի փող է ուզում, մեկը չգիտեմ հացի փող է ուզում, աճ ու ցախ մարդկանց օգնում ես։ Հնարավորություն ունես, մարդկանց օգնում ես։ Այս շրջանում բոլորին ասել եմ, ժողովուրդ ջան, դուք գիտեք, ես փակ ձեռմարդ չեմ, ես մարդկանց օգնող, աջակցող մարդ եմ, բայց հասկացեք, այս պահին որ հասկանում եմ, այդ հացի համար քեզի այս պահին որ պետք է ես քեզ մի բանով օգտակար եղնեմ, վաղը մյուս օր մեր վրա քրեական են սարքել։ Սպասեք, ընտրությունները թող անցնի, գնա ժողովուրդ ջան։ Մենք էլի այս քաղաքի մեջ ապրող ենք։ Այսինքն նույնիսկ այդ մարդկային փոքր օգնության հանգամանքը մենք գիտակցում ու հասկանում ենք։ Ուր մնաց այսօր ընտրությունների նախաշեմին փորձենք ընտրակաշառք տալ, հա։ Այդ անլուրջ է, անհասկանալի է, չգիտեմ, այդ ձայնագրությունները իրական են թե իրական չեն, թող տեսնեն ով է, ինչ են արել, ինչի համար է արվել։ Մենք չկանք այդ թեմաների մեջ իրականում չկանք։ Մերը շիբինն է։ Հա, էլի, մերը շիբինն է։ Մերանք ասելով մեր շիբինը ձեր շիբինին վնաս չի, պարզվավ այս կարգի վնաս է։ Հոր բանը պաբութորի կալանավորեն, հա, պատգամավորի հոր ու տղու ձերբակալեն կամ չգիտեմ ինչ անեն, ինչ է, բանը մեր թաղի մեջը շիբին են կարել։ Նորմալ է։ Այս տարածքում մենք գնանք տեսնենք էլ այդ շիբինը, հակակոռուպցիոն շիբինը։ Հա, բան են, որպես փաստ հավաքել են այդ շիբինը ամբողջությամբ, համարակալել են, տարել են։ Հատ, իրեղեն որպես ապացույց հավաքում են, կամազները կանգնած է բառնում են էլ։ Հետո ինչ է տանել։ Չգիտեմ, հետո նայենք էլի։
Սարիկես Տանեն իշխանությունները թող միտեղ տանեն լցնեն, ասեն որ մենք ենք բերել լցրեցին, ինչ անեն։ Նորմալ է ժողովուրդ, սպասենք, տեսնենք, թող փաստաբանը մոտենա, տեսնենք ինչ։ Արսենը Բաբայան։ Գալիս է։ Երևանից։ Ճանապարհ։